Հարգելի գործընկերներ, հարգելի պարոն Զաքարյան, ես միանում եմ իմ գործընկերների այն տեսակետին, որ շատ լավ է, որ դուք անձամբ եք ներկայացնում հաշվետվությունը, որովհետև ըստ էության այս ամբողջ տարիներին, եթե վերհիշենք եւ անդրադառնանք ձեր ներկայացած զեկույցներին, ապա դրանք եղել են մեր պետության մեջ կարևոր իրադարձություններ, ընդդուք մինչև կարելի ասել քաղաքական, այսպես մագարտակի իրադարձություն, որովհետև վերահսկիչ պալատը դա անկախ պետական մարմին է եւ յուրաքանչյուր երկրում դա գործում է, դուք շատ լավ տիրապետում եք ինչ է նշանակում եւ դրսում եւ մեզ մոտ վերահսկիչ պալատը անկախ պետական մարմին եւ նրա հաշվետվությունը, դա կարեւոր է նաեւ պարլամենտի համար, դա կարեւոր է վերահսկիչ պալատի աշխատանքների համար, դա կարեւոր է նաեւ գործադիրի համար, որովհետեւ ըստ էության վերահսկիչ պալատի աշխատանքների թիկունքում պետք է կանգնած լինի հրապարակայնությունը եւ պարլամենտը։ Պարլամենտ համագործակցությունը վերահսկիչ պալատի հետ շատ կարեւոր է։ Ուրեմն եթե մենք անդրադառնանք ընդհանուր առմամբ վերահսկիչ պալատի աշխատանքներին եւ որպեսզի գնահատական տանք, շատ կարեւոր է նաեւ այսօր հանրության մեջ հնչող շատ հարցերին, երբ հարց են տալիս ինչ եք արել, ինչ է արվել այս տարիների ընթացքում, ես բերում եմ վերահսկիչ պալատի տվյալները, որի հետևյալներ, դուք հիշում եք, պարոն Զաքարյան, 6 տարի առաջ, 7 տարի առաջ, երբ ներկայացնում եք զեկույց, այնտեղ բերում եք թվեր, որը վերաբերվում էր, որ պետական բյուջե է վերադարձվել, ենթադրենք պետական բյուջե է վերադարձվել, խոսքը գնում էր միլիարդի մասին, խոսքը գնում էր 2 միլիարդի, Ընդդուք մինչև 4 միլիարդ, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, դուք կարող եք հաստատել կամ այսպես ժխտել։ Դա նշանակում է, որ այն ժամանակ վերահսկիչ պալատը կարողանում էր եւ իրոք մեր պետության մեջ համակարգում բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ նոր սկսված վերահսկողություն կարողանում էր բյուջե վերադարձնել այդքան մեծ թվով գումարներ։ Հիմա դա խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների մասին, ինչքան ես պատկերացնում եմ հնարավոր խախտումների կամ անարդյունավետ ծախսումներ։ Սա նշանակում է վերահսկիչ պալատը այս ամբողջ տարիներին իր առջև դրած խնդիրները կարողացել է կատարել եւ այստեղ մենք հիմք ենք ընդունել ձեր զեկույցը եւ գործադիրի նկատմամբ շատ խիստ հայտարարություն ենք կատարել։ Բայց պարոն Զաքարյան, մենք նաեւ անձամբ ես այս ամբողջ տարիներին այստեղից ելույթ եմ ունեցել եւ նաեւ որոշակի այսպես իմ կարծիքով քննադատական խոսքեր եմ ասել, բայց դրա նպատակը ես հիմա կրկնում եմ միայն եւ միայն մեր վերահսկիչ պալատի կարեւորությունը, նշանակությունը ընկալելով, հասկանալով ավելի լավը տեսնելու բարի ցանկությունից է եղել։ Եվ ես երևի թե ելույթ չէի ցանկանալ ունենալ, բայց հարցադրումը իմ գործընկեր Թևան Պողոսյանի ով կատարեց եւ ելույթը շատ կարևոր էլեմենտներ էին պարունակում իրենց մեջ։ Ես ուզում եմ փոքր անդրադառնալ նաեւ դրան։ Տեսեք, խոսեց արդյոք վերահսկիչ պալատը ամբողջությամբ կարողանում է վերահսկել պետական հանրային ֆինանսները, այդ տերմինը օգտագործենք հանրային ֆինանսները, եւ այդ հարցադրումը արեց։ Իմ տեսակետը դուք եւ ձեր գործընկերները վերահսկիչ պալատից լավ գիտեք եւ այս նոր օրենքի քննարկման ժամանակ շատ հստակ իմ տեսակետը հետեւյալն է, որ հաշվեկնիչ պալատը պետք է իրավունք ունենա հանրային ֆինանսների ամբողջական վերահսկողություն իրականացնել։ Եվ եթե պահանջում է հիմա օրենքում գրվածները ձեզանից, որ ինչու չեք կատարել, դրա իրավունքը ունի։ Ամեն դեպքում օրենքը ձեզ տվել է, վերահսկիչ պալատի մասին օրենքն է, բոլոր այդ իրավունքը ձեզ տվել է, որ դուք կարողանաք ամբողջական այդ վերահսկողությունը իրականացնեք։ Դա շատ կարևոր է, մեկ առաջինը։ Ես ամեն դեպքում միշտ դեմ եմ եղել եւ այս հիմա էլ իմ տեսակետը արտահայտում է հետեւյալ առումով, որ այդ հանդիպակաց ստուգումների մեխանիզմը, որը տալիս է հնարավորություն վերահսկիչ պալատին մասնավոր սեկտոր մտնելու, ես միշտ դեմ եմ եղել դրան, որովհետեւ պետական միջոցների ծախսելու իրավունքը տրված է միայն պետական մարմիններին եւ ձեր գործընկերը ստուգման օբյեկտը պետք է պետական մարմինները հանդիսանան։ Երբ ստորագրերն ակտով ընդունել են այդ աշխատանքը ծառայությունը վերջ պատասխանատուն ձեր առջև, մեր առջև, պետության առջև պետական մարմին է։ Մասնավորը արդեն դա դատա իրավական համակարգի խնդիր է, եթե այնտեղ ինչ-որ խնդիրներ կան։ Ես անդրադառնամ նաև մի այլ խնդրի, որը բարձրացրեց ծավալի, հաշվետվության ծավալի վերաբերյալ,
Եվ Սուկաս Ավետիսյանը ներկայացրեց հանձնաժողովի տեսակետը, որ ծավալը այո փոքրացել է, բայց այնտեղ ընթացիկ հաշվետվություններ կան։ Եվ անդրադարձավ նաև իմ գործընկերը, բայց մի փոքր մենք այստեղ չկենտրոնացանք այդ խնդրի վրա։ Ընթացիկ հաշվետվությունների մասին ես ուզում եմ օրենքը կարդալ, որովհետեւ մեր բոլորի համար պարզ լինի։ Ազգային ժողովի ֆինանսավարկային բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները եւ եզրակացությունները, ինչպես նաեւ վերահսկող օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից ընթացիկ հաշվետվությունին եւ եզրակացությունում ամրագրված հայտնաբերած խախտումները վերացնելու վերաբերյալ տրամադրված գրավոր տեղեկատվությունը։ Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել հրավիրել հանձնաժողովի նիստ կամ հանձնաժողովի համատեղ նիստ այն հանձնաժողովի հետ, որը տվյալ ուսումնասիրված ոլորտի համար հանդիսանում է գլխադասային։ Սա նշանակում է, որ շատ կարևոր է, որպեսզի վերահսկիչ պալատը այդ ընթացիկ հաշվետվությունները եւ նաեւ ստուգվող օբյեկտի տեսակետները ներկայացնի ժամանակին հանձնաժողով եւ հանձնաժողովը կարողանա դրանք քննարկել համապատասխան հանձնաժողովի հետ։ Ցավոք սերտի ես պետք է ասեմ, պարոն Զաքարյան, ասել այն բացասական մասը, որ ես ուզում եմ ասել, դուք ներկայացրել եք 4 հաշվետվություն ընթացիկ, հանձնաժողովը դրանք մանրամասն ուսումնասիրել։ Եվ այնտեղ կայի նաև պետական կառավարման համապատասխան մարմինների, ասենք, տեղեկատվությունը։ Դա շատ լավ է, դա ինչ օրենքով պահանջում էր, բայց մնացածը չեք ներկայացնել։ Եվ այդ պատճառով, երբ դուք ամբողջական տարեկան եզրակացություն եք ներկայացրել հանձնաժողով, հանձնաժողովը արդեն չի ուսումնասիրել ընթացիկ հաշվետվությունը եւ բնականաբար չէր կարող անդրադառնալ այսպես ամբողջական եւ նաեւ իրագումար նիստը ամբողջական եզրակացության գնահատականը։ Սա շատ կարևոր խնդիր է, որովհետեւ սա խոսքը վերաբերում է օրենքին։ Եվ ես հասկանում եմ, որ նաեւ դուք չունեիք այդ օրը, որ դուք հանձնաժողով ներկայացրեք, նույնիսկ չունեիք ամբողջական այդ գնահատականները համապատասխան ստուգող մարմինների տեսակետները, որոշակի, կարծեմ որոշակի պակաս է եղել։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր խնդիր է, եւ ես առաջարկում եմ ձեզ, պարոն Զաքարյան, այ վերահսկիչ պալատի աշխատանքների գործունեության համար եւ նաեւ վերահսկիչ պալատի արդյունավետության, վերահսկողության արդյունավետության բարձրացման համար, իր հեղինակության բարձրացման համար, ինչպես նաեւ պարլամենտի համար այս օրենքի դրույթի անպայման ամբողջական իրագործման համար, որտեղ խոսքը վերաբերում է օրենքին, օրենքը չի կատարվել։ Դե դուք տեսեք ինչի մասին է խոսքը։ Դուք որ գնում եք ուսումնասիրելու որևիցե օբյեկտ, թեմա եք բացում եւ գնում եք ուսումնասիրություն իրականացնել, դուք նաեւ նայում եք ուսումնասիրում եք եւ շատ ճիշտ եք անում, որ արդյոք նրանք իրականացրել են կառավարության որոշումները, ընդհանրակարգերը պահպանել են, թե չէ եւ այլ եւ այլ։ Հիմա կարող ենք, չէ՞, մենք էլ ասել, որ բա օրենքի պահանջ է սա պետք է կատարվի։ Սա պետք է կատարվի, որպեսզի ամբողջական պարլամենտը ամբողջական ինֆորմացիա ունենա ուսումնասիրությունի վերաբերյալ եւ մեր գործընկերը այլևս չի ասի, որ ձեր ծավալը զեկույցի փոքրացել է։ Այդ դա լավ է, որ ձեր զեկույցի ծավալը փոքրացել է։ Դուք անշուշտ շատ ճիշտ եք վարվում եւ դա մտնում է ինտոսայի սկզբունքների մեջ, որ ծավալը փոքրացել է։ Դրա փոխարեն պետք է ավելանար ընթացիկ ուսումնասիրությունը, ընթացիկ քննարկումները հանձնաժողովներում, բայց դա ցավոք սրտի դա տեղի չի ունեցել։ Պարոն Զաքարյան, ես կարծում եմ, որ սա կընդունեք նաև որպես բարեկամական մոդեցություն վերահսկիչ պալատին եւ հորդոր, որ այս պահը մենք պետք է անպայմանորեն վերահսկիչ պալատը պետք է եկող տարի անպայմանորեն օրենքի այս դրույթը պետք է իրականացնի եւ շատ խնդիրներ, որը ուղղում է վերահսկիչ պալատին եւ պարլամենտին եւ մեր հանրությանը հետաքրքրում է եւ շատ անհրաժեշտ կլինի նաեւ կառավարությանը իր եւ բյուջեին ձևավորել հարցում եւ կառավարության իր ծրագրերը կազմելու հարցում շատ խնդիրներ կլուծվեն։ Այսքանը շնորհակալություն, իսկ ես նաեւ վերջում ցանկանամ, որ պարոն Զաքարյան ասել ձեզ այն ուզում եմ, որ դուք ես գիտեմ ինչքան է կարևորում այն նոր օրենքը, որը աշխատանքային խումբը նաեւ ձեր մասնակցությամբ, ձեր աշխատակիցների մասնակցությամբ իրականացնում է, ես կարծում եմ, որ շատ խնդիրներ կան եւ ձեր տեսակետները գիտեմ, որոշ հարցերում պետք է նաեւ ձեր ուղղակի միջամտությունը, ձեր տեսակետները որոշում ընդունման մակարդակում անպայմանորեն ներկայացնելու համար։